Մարտով հայտնվեց բոլորիս կյանքում, միանգամից դարձավ սիրված։ Ես եմ պատի մոտի աղջիկն է։ Ֆանին շատ։ Ֆանին շատ։ Քո հանդեպ հեյթ չկա, ոնց։ Սպորտները տեղը կդնեմ։ Հույս օրացրա մեզ էլի։ Ինչ ես դու ջոգել, որ մենք չենք ջոգում։ Գաղտնիքն ես ուզում իմանալ։ Ոայ պատահական արթնացա մի օր։ Իմ առաջի գովազդ եթե ես 6000 դրամ եմ վերցրել։ Մեր օրերում ֆինանսը ում չի պետք։ Մի հատ ցույց տվեք։ Գրանք սերնդների տարբերության մասին խոսանք։ Կարանք, ինչի չենք կարա։ Ոնց ես դա անում։ Ի սկզբանե շատ մեծ ցանկությամբ եմ սկսել այս գործը անել։ Վայ Ռոզա, դու ֆենոմեն ես։ Ողջույն եւ բարի գալուստ նաեւ ոդքասթ։ Բարի գալուստ իրանց ոդքասթի ամենալավ թողարկումը, որովհետև ես եմ Հայկ ջան ձեր հյուրը այսօր։ Այո, որովհետև մարդա մեկը քնած ամնացել, իսկ մենք փող ենք տալիս ստուդիային պետքա նկարենք։ Իսկ ով է մարդա մեկը գրեք կոմենտներում։ Եվանա, եթե ինչ։ Լավ ոդքասթը Գնաց։ Ռոզա ջան։ Վայ այնքան եմ սպասել, որովհետև ես քեզ շատ եմ սիրում։ Ու առավելևս այնքան բան է հետաքրքիր, որ դու կարաս պատմես ու կիսվես, որովհետև ես չեմ ընկալում, դու առանձին ֆենոմեն ես։ Մարտով հայտնվեց բոլորիս կյանքում, միանգամից դարձավ սիրված, ու ինքը մեմ է։ Ինքը մարդը, ով հենց ինչ անում է, արդեն դառնում է քննարկելու առարկա, դառնում է ուրիշների համար իրար ուղարկելու նյութ, ոնց ես դա անում։ Իրոք այնց հետաքրքիր է, ոնց ես դու սենց կարճ ժամանակահատվածում միանգամից լսարան հավաքել, ու ինչ ես դու ջոգել, որ մենք չենք ջոգում։ Գաղտնիքն ես ուզում իմանալ։ Այո։ Առավոտն արթնանում ես։ Այո։ Չիչխանով թե ըմպում ես եւ գնում է այն ինչ որ հիմա պատմում եմ։ Էս ասում էլի, որ ես գիտեի որ դու հեսա Չիչխանով թեից ես սկսելու ես զրույցը։ Իրականում ինչպես եղավ այն, որ sense կար ժամանակում այս բումը եղավ, հա, Instagram, TikTok հարթակներում։ Ի սկզբանե շատ մեծ ցանկությամբ եմ սկսել այս գործը անել։ Ոնց որ sense նպատակը եղել է, որ ես ուզում եմ դառնալ բլոգեր։ Շատերը միշտ ասում են օրինակ, «Ոայ պատահական արթնացա մի օր, հասկացա, որ վիդեոն դիտում է հավաքել, եւ ես այդպես դարձա բլոգեր»։ Ոչ, ժողովուրդ ջան, sense պրям ծրագիր ա եղել, պլան ա եղել, մտածված է ամեն քայլը եղել, փաստորեն այդ մտածված ամեն քայլը անելը ինչ որ արդյունքի բերում է։ Սա ֆիքսեցինք։ Հետևաբար մոտ 1 տարի առաջ, երբ ես սկսում եմ կոնտենտը վարել, հստակ ծրագիր ա լինում սկզբնական շրջանում հասկանալ որն է իմ կոնտենտը, ու սենց ամենասկզբնական այդ փուլերում տարբեր տեսակի կոնտենտներ եմ գցում, թե ինչ որ բյութի, խելացի բաներ էի փորձում խոսել, հասկացար չի աշխատություն խելացին մի քիչ ոնց որ չեն գնահատում, եւ որոշեցի իմ իսկական դեմքն էլ ցույց տալ արանքային այդ հումորային վիդեոն։ Հումորային չէր, զուտ միացրեցի, սկսեցի խոսել, այդ top 3-ի շարքի առաջին վիդեոներ, top 3 ուտելիքներ, որոնք բոլորս սիրում ենք եւ այն եւ մյուս։ Ու սենց խոսեցի ինչ որ հետաքրքիր իմ թքած կպցրած մոնտաժ ունեմ ես, ինքը տենց է կոչվում հենց։ Դա ժանր է, ես առանձին ինքը թքած կպցրած մոնտաժ է, սենց երգներ, ինչ որ էֆեկտներն, իմ մասնակցությունը, այդ նույն թքած կպցրած մոնտաժը արեցի, գցեցի, այդ մոտավոր 40000 դիտում հավաքեց, այդ բայդրությամբ ոնց որ ինքը շատ էր։ Հիմա բնական է որ կասեմ քիչ է, բայց էլի քիչ չի, բայց այդ բայդրությամբ շատ էր, ասեցի օքեյ, ուրեմն ես սիրում են։ Ու սկսեցի այդ ուղղությամբ աշխատել։ Այդ ֆորմատը պահեցի, սկսեցի արանքային էլ ինչ որ ուրիշ ֆորմատներ էքսպերիմենտալ անել, հասկանալ որոնք ավելի լավ կգնան, նոր ֆորմատներ մտցրեցի, ու ամենակարևորը, որ օգնում է բլոգը արագ աճի, դա ստաբիլ ու անընդհատ կոնտենտն է։ Այսինքն ամեն օր, օրը 2-3 վիդեոն սկզբնական շրջանում կար, հետո արդեն դարձավ մի վիդեո օրական գոնե, հիմա մի քիչ ավելի քիչ է, բայց դե ուսանող եմ կներեք, ոնց որ փորձում եմ նաև կրթվել։ Հետո երբ որ միանգամից է շատ սկսում, մեկա գաղափարներ ինչ որ փուլից գոնե քչանում են ու պետքա բաշխես։ Քչանում է, հետո պատասխանատվությունն ավելի մեծանում, փորձում ես ավելի լավ կոնտենտ անես, այն ժամանակ եթե օրինակ այդ օրական 2-3 վիդեոյի մեջ մեկը, հա, էքսպերիմենտներ ավելի շատ էր, հիմա մի քիչ ավելի մեծ է պատասխանատվությունը, որ ամեն դեպքում իրանք ինչ որ մի բան ակնկալում են, չեմ կարող ասենց աղբաման բան անեմ, չնայած կարող եմ, ինչու ոչ։ Սիրում եք ինքնավստահությունը։ Ու տենց էլի, փաստորեն աշխատեց։ Վայ Ռոզա, դու ֆենոմեն ես, ու հիմա ոնց ես մտածել, որոնք են քո ֆիշկաները։ Ուղղակի արել ես հասկացել ես, որ էսա, թե դու տեսակով ես հենց տենց։ Որտեվ դու ունես ինչ որ պարեր, շարժու ձև, մոնտաժ, դետալ, անգամ ֆոնը, քո այն կիրպիչները բոլորս գիտենք։ Հա, այդ ֆոնը
Այդ ֆոնը ասեմ որտեղ է, ոչ մեկ չգիտի, բոլորը մտածում են դա մեր զուգարանի պատն է։ Շատ զուգարան է, եթե ինչ է։ Շատ բոց է, որ օրինակ մարդիկ պատկերացնում են մեր զուգարանն է, ու ես այդտեղ միշտ վիդեո եմ նկարում, էլի, մեր զուգարանից ոչ մեկ չի օգտվում։ Ես միշտ այդտեղ հա ինչ որ տեղաշարս գցած է, այդտեղ եմ քնում, բայց ինքը ստուդիա է պրոֆեսիոնալ, որ հասկանաք, այս ստուդիան ամեն ինչ կա, ես որոշել եմ, որ այդ պատը պիտի երևա մենակ վիդեոների մեջ, բայց դա էլ է մտածված եղել, ոնց որ սկզբնական շրջանում ասոցիացիա գնա, այս են պատի մոտի աղջիկն է, աշխատել է, շարժուձևի, խոսելաձևի հետ կապված ամեն դեպքում այդ իմն է, որովհետև այդնես չի տենց մտածել եմ ինչ որ կերպարային, այդ բարերը եւ այլն եւ մյուս, ես որ տենց ջրիկանում եմ, ինքս ինքան ստացվում է, խոսելաձևն էլ ինքը սենց փոքրուց ոնց որ աշխատել եմ, որ հենց սենց խոսեմ։ Շատ մեծ աշխատանք ենք տարել։ Իսկ ուսումնասիրել Ջանե ջան, եկանք լույս աշխարհ։ Հա, այդ այնց եմ ծնվել հենց։ Ֆրազաների հետ կապված էլ ես իրական կյանքում էլ ունեմ սենց շատ նենց ֆրազաներ, որ ոչ մեկ կյանքում այդ բառը, քծել բառը կյանքում ոչ մեկ չի իմացել ինչ է։ Գնացը պատահական է եղել ինչ ճիշտ, Ջանե ջան, ինչ որ կյանքից ամեն փուլ ունի իր բառերը։ Եվ քանի որ այդ իմ կյանքի փուլերը իմ բանը բլոգով արդեն երևում է, իրանք ավտոմատ մտնում են բլոգ ու դառնում են վիրուսային, փաստորեն։ Բոլորիս օգտագործելիք բառեր։ Հիմա որոնք են այդ 3 բառերը, որ այս փուլում այսենց դու անընդհատ այսենց հենց այս փուլում Ջանե ջանը, բայց իմիջիալոց ինչքան շատ են ուրիշ մարդիկ սկսում օգտագործել այդ բառը, հա, այնքան իմ ներվերի վրա ոչ թե ասում եմ լավ Էսրա էրաներ անցավ։ Այո, դու տրենդ ես ներմուծում, հետո քաշում ես մի կողմ, գրաղ։ Շատ լավ բառեր ապրես։ Գրաղն էլ կարող ենք բանանել տրենդ սարքել, քծծել, խրճակ, այդ սաղ իմ բառերն է։ Գնացը դե արդեն բան եմ դրել եմ մի կողմ, բայց ուզում եմ ասեմ, հա, տենց այդ իմ բառերն են, էլի։ Դու առօրյա կյանքում ես հենց շփվում ես, չէ՞, նենշի որ։ Այո, հա, քծծել, խրճակ բառը իմ կյանքի բանն է։ Ապավեն, հենասյուն։ Դες բարի չի սազում։ Սենց չի բռնովիձեմ։ Երբ որ սկսես տենց գրական խոսալ, ոչ թե չենք հավատա որ դու ես AI էլի։ Էդ էլ եմ ես, բայց հա։ Վայ Ռոզա, ապրես շատ։ Հիմա ոնց որ երբ որ դու սկսում ես գործունեությունը, ամենավտանգավոր հարթակում ես սկսել, որովհետև TikTok-ում իմ պատկերացմամբ ապրում են բոլոր հնարավոր վատ կոմենտ գրող մարդիկ։ Անանուն, ինչ ուզես անես, մեկը իրան կնդեղեն, բայց տարօրինակորեն քո հանդեպ հեյթ չկա, ոնց կամ գոնե կա քիչ կա, չեն արտահայտում որ պորտները տեղը կդնես։ Պորտները տեղը կդնեմ։ Հեյթի առումով իրականում նենց չի որ չկա։ Մանավանդ սկզբնական շրջանում կար ինչ որ չափով, որովհետև որ վիդեոներ էին որ sense պրամ բում արեցին, top 3 լպրծուն տղաների տեսակներ։ Դե դու պատկերացրա այդ լպրծուն տղաները ոնց էին հարձակվել իմ վրա։ Ու այդ սկզբնական շրջանում Այո, ասացի դե դուք որ տենց, ես էլ սենց, բայց դրանից հետո եթե անգեղծ հեյթը սենց շատ քիչ է, կարող է, չգիտեմ, ամիսը 2-3 անգամ տենց կոմենտ ստանամ ինչ որ անկապ fake edge-ից եւ այլն եւ մյուս, բայց ես հասկանում եմ, որ համ TikTok-ում, համ Instagram-ում ինձ սիրում են, վիդեոները սիրում են, ու չգիտեմ ոնց է տենց ստացվում, որ շատ ճիշտ են հասկանում վիդեոյի իմաստը։ Ես վիդեոներ կա տեղադրում եմ, ասում եմ, օքեյ, կարող է այս առումով hate լինի, սխալ հասկանան, բայց հետո պահը գալիս է հասկանում եմ որ վրոդի մեծամասնությունը շատ ճիշտ է հասկացել ինչ որ շատ ճիշտ աուդիտորիա է հասել այդ վիդեոները ու այդ առումով տենց հեյթի հետ պրям սենց որ հեյթ եմ որ սենց հասկանում ես մարդիկ չեն սիրում ինչ որ համատարած է էլի այդ ամենը աուրան քո շուրջը տենց չկա հույս օրացրամ ես էլի ոնց անենք ազատենք այդ հեյթից Չգիտեմ, ինչ որ պետքա նստեմ, ես վերլուծեմ, հասկանամ ինչ կետերով է, էլի, այդ ամենը բանանում։ Պատրաստ եմ այդ խորհրդատվության համար վճարել էլ, այո, կարաս մարաթոն անես, մեկը ինչի մարաթոն ասես կա, ես կմիանամ 700 կալորիայով նիհարելը եւ հեյթից ազատվելը ճիճխանի թեյով։ Okay, հեյթ չկա, իսկ երբ որ դու սկսում ես գործունեություն վարել, որովհետեւ նայ, մեր դեպքում, երբ որ մենք նոր էինք, բոլորը սկեպտիկ էին, սկսած իմ համակուրսեցիներից, որովհետև բլոգերությունը այդքան զարգացած չէր ու իրանց համար այդ ինչ որ անլուրջ զբաղվածությունը քո ընտանիքի ու ընկերների վերաբերմունքը ոնց է եղել։ Ոնց որ իրանք հաճույք էին ստանում, թե ինչ որ քիչ-քիչ սկզբում չէին հավատում, հետո երբ որ դզվում է գործեր, ինչ որ նեղվում են, թե Հեսա ասեմ։ Ճիշտ մարդկանց ես ընտրել։ Հա, ես սկզբում ամենաառաջին օրը որ որոշում եմ վիդեո եմ նկարելու գցեմ, всё, այդ օրն է։ Ոչ մեկին չեմ ասում, ոչ մի բան չեմ անում, գնում եմ իմ համար նկարում եմ, գցում եմ 2-3 վիդեո, հետո տանեցիներն եմ ասում, տանեցիները անչափ ոնց որ adekvat մարդիկ են, դատից տենց մի 8 անգամ երևի ամեն վիդեոս նայում է, այդ առաջին վիդեոներն էլ սենց մի 8 անգամ ես պրям կողը կանգնել եմ, ինքը սենց նայում է այդ նույն վիդեոն։ Պապասել։ Հա։ Մամասել կներես չի ասել էլի։ Հա, ես
Okay. Պապասել, մամասել, քույրիկսել, սա ոնց որ ընտանիքի առումով շատ adekvat, շատ հավես, թույնա, արա ինչ ուզում ես։ Ու միշտ է էլի այդ աուրան մեր տանը, ես ինչ ուզում եմ անում եմ։ Adekvat, բայց ընկերների առումով այն ամենամոտիկները ի սկզբանե էլի support են արել, որտեվ ինձ թվում է մարդիկ ուղղակի գիտեն, որ ես մի բան անում եմ։ Ես ոնց որ գիտեմ ինչ եմ էլի անում, սենց անկապ չեմ անում։ Իսկ մասնագիտացմամբ։ Ես PR ու գովազդի մասնագետ եմ դառնալու։ Բայց շատ ճիշտ գիծես։ Հա, դու տեղով ինքդ քո product-ն ես, դու հասկանում ես CV գրես, պրոստը քո անուն ազգան, ասա Հա, ես ինքսին պրոյեկտն եմ, հա, ես ինքսին պրոյեկտն եմ իրականում։ Ու տենց ընկերների կողմից էլ շատ adekvat արձագանք եղավ մինչև հիմա էլ, բայց կան իհարկե այդ շերտերը, որ ցենց հեռանում է, էլի ծանոթությունը ինչքան հեռու ծանոթներ ենք, որ սկզբնական շրջանում ինձ ոչ մի ռեակցիա չէին տալիս, ես հասկանում եմ, որ իրանք տեսնում են, իրանք նայում են, քննարկվում է ինչ-որ բաներում, բայց այդ քո ասած սպասում են տենան ինչ կլինի։ Այսինքն կստացվի, կասենք վաու, ապրեց մենք սկզբնականից հա, իսկ եթե չի ստացվի, արդեն ոնց որ այդ ժամանակ չգիտեմ ինչ կանեին, բայց ամեն դեպքում ես նրանց ոնց որ արհամարել եմ։ Եթե նույնիսկ այդպիսի մարդիկ կային, ովքեր չէին հավատում կամ չգիտեմ, իրանց համար սա անլուրջ է, սա վատ է, սա ամոթ է ինչ որ տեղերում, օքեյ, թող իրանք իրանց գործերով լինեն, հեռու ինձանից, օքեյ։ Դու սկզբում պատկերացնում էիր, որ սա նաև կարելի ֆինանս։ Հա։ Բայց դրան գնացել ես դու։ Դրան չեմ գնացել ի սկզբանե, բնականաբար, որտեվ ի սկզբանե իմ նպատակն էր ուղղակի բլոգեր դառնալը, ախր ոնց ասեմ, որ շատ հավես բան է բլոգեր լինելը, էլի։ Ես հենց կողքից ոնց երևում է, որ ինքը հավես է, իմ համար մի 3 անգամ ավելի հավես է իրականում, էլի։ Ես փոքրուց որտեվ այդ բլոգերներին նայել անընդհատ այդ ազդեցության տակ մեծանալը, շատ մեծ sense հավես պահ ստեղծում, որ դու ես դառնում բլոգեր, հա։ Իսկ սկզբանե դրա համար ֆինանսը ինչ որ առաջնային չի եղել, բայց հետո որ դու տեսնում ես, օքեյ, եթե ես կարամ նաև իմ շատ սիրելի գործը փոխեմ, դարձնեմ նաև ինչ որ չափով ֆինանսի աղբյուր, ինչու ես դա չանեմ, որովհետև մեր օրերում ֆինանսը ում չի պետք։ Մի հատ ցույց տվեք։ Չէ, չկա։ Չկա, ամեն դեպքում չկա, կարող կոմենտներում գրեք օրինակ, եթե ձեզ պետք չի մեզ։ Հա, քարտից թվերը ինչ որ ստեղ հասկացա, որ այո, կարող եմ նաև բան անել, ֆինանսի աղբյուր դարձնել բլոգը։ Շատ հետաքրքիր է, որ դու նաև ստանում ես կրթություն, որովհետև մեր դեպքերում շատ նաև ինքնանպատակ է լինում բլոգեր դառնալը, ու մարդկանց թվում ոնց որ պետք է ինչ-որ X քայլեր անես, բայց այն դեպքում, երբ որ այդ զուգակցվում է քո մասնագիտացման հետ, շատ են սիրուն ճանապարհ էլի, որովհետև PR եւ մարքեթինգ, գովազդ, լինում է որ ձեր կուրսում օրինակ քննարկեք քո որևէ reel կամ ծոր դասընթաց լինի կամ թեմա լինի, որը դու դուրս ես գալի ու ներկայացնում ես քո արածները։ Այս ընթացքում էլ չի եղել տենց դեպք, որ իմ օրինակով հենց ինչ որ դասի նյութ բան արվի, դե ասեմ նաև ինչու, որովհետև այս ընթացքում տենց հենց գովազդային ու PR-ային դասեր չեմ ունեցել։ Որ կուրս ես։ Երկրորդ կուրսը եմ։ Ոնց որ այս տարի հələ տենց խորը մասնագիտացված այդ առումով դաս չի եղել, միգուցե հետագայում որ լինի, ես ինքս էլ ոնց որ իմ օրինակով արդեն դասեր կտամ, բայց կուրսում որ ինչ որ քննարկեն իմ ռիլերը, չեմ կարծում, իրականում որ անկեղծ լինեմ, համալսարանում տենց շատ ես էլ ինքս փորձում եմ չտարածեմ այդ իմ տեսակը, որ ես բլոգեր եմ, ես զուտ գնում եմ որպես ուսանող, բոլորի հետ հենց շատ աչքս քաշած էլի կոպիտ ասած գնում եմ իմ դասին բայց շատ կարևորում ես կրթությունը այո բնականաբար միանշանակ ես միշտ ասում եմ բարձրագույն կրթությունը ինքը բոլորի համար չի բոլորը պարտավոր չեն ունենալ բարձրագույն կրթություն բայց ինքը անչափ կարևոր է ու եթե մարդը ճիշտ է կողմնորոշվում համալսարանի մասնագիտության հարցում ու ճիշտ մոտեցում է ցուցաբերում այդ բարձրագույն կրթությանը 4 տարիներին միջինացված էլի ինքը ահավոր շատ առավելություն ունի այլ մարդկանց նկատմամբ առանց ինչ-որ sense թիրախավորելու, բայց ինքը sense փաստ է, էլի։ Ես այնքան ուրախ եմ, որ դու քո տեսակը ճանաչելով ընտրել ես մասնագիտացում, որովհետև օրինակ ես այդ հնարավորությունը չեմ ունեցել ու միշտ պատմում եմ, որ մեր տանը ավել քսերոքս է եղել, ես ընդունել եմ լրիվ նույն բաժին ինչ-որ քուրես, որովհետև ինքը գնացելիքը գումարից ծախսե, ու մեր ոնց համար ափսոս էր այդ քսերոքսները թափել, բժշկական չէի կարող ընդունվել, որովհետև բավականին թանկ էր վարձում մերոնք ասին, եթե անվճար չես ընդունվելու, իմ վրա այդ պատասխանատվությունը չէի վերցրել, բայց եթե ես հիմա մտածում եմ ճանաչեի իմ բնույթը, գոնե էլի կարող է գնալ տնտեսագիտական համալսարան մարքեթինգի ուղղությամբ կամ էլի PR-ի ուղղությամբ, որովհետև ես մտածում եթե դու համ այս մասով սովորում ես, ակադեմիական գիտելիք ես ստանում, համ պրակտիկ այդ ամեն ինչը կիրառում ես, վաու ռոզա, շատ գմփցրել ես, այն ոնց էր կոչվում Mortal Kombat-ի մեջ են վերջի ուդարը։ Օ, չգիտեմ։ Հա, ես չգիտեմ, բայց մի խոսքով այդ վերջին ուդարն է։ Արի առաջիններից խոսանք, էլի, առաջինը հասկացանք, որ այն 3
դասարանցու տեսակներ, ուտելիքներներ, որով դու գմբցրեցիր ու հասկացար, որ ես լավ է բռնել եմ, հա, մարդկանց էս դասավորելը շատ դուր է գալիս։ Իսկ առաջի համագործակցություն հանգիստ կարաս անուններ տաս բրենդներ, ովքեր քեզ վստահեցին, մի հատ իրան շնորհակալություն։ Շատ վատ է։ Լսի բրենդ չէր, որովհետև ինքը շատ փոքր բիզնես էր։ Լավ, օքեյ, այդ փորձառությունը պատմի։ Հա, վատ փորձառություն այ միջելոց ամենաառաջին բանը, երկրորդից արդեն լավ գնաց, բայց ամենաառաջինը վատ էր։ Ժողովուրդ ջան, ես էլ կյանքում դա չեմ գովաս։ Էլոս մազա հեռացումներ։ Շատ կներեք, ժողովուրդ անկեղծ եմ ասում։ Ջանեի ջան։ Հա, ու ես որոշել էի ոնց որ շատ օրգանիկ իրան Top 3 հատվածներ Էլոսի համար։ Լսի, չէ։ Չեմ էլ ուզում պատմեմ, էլի որ թերթեն կգտնեն հաստատ։ Ինքը ինչով էր վատ, ոչ թե հենց վիդեոն էր վատը, այլ արդյունավետություն չի ունեցել, ինչպես ինձ ասել են։ Թե չէ ինքը շատ օրգանիկ էր, ես նույնիսկ հիշում եմ նախ շատ լարված է այդ վիդեոն տեղադրել, որ առաջին գովազդը մարդիկ ինչ կմտածեն։ Հեսա կասեն սո։ Գայր, Գայր, բախի չես գրե։ Մենք ամեն ինչ քննարկում ենք։ Լսի ինչ գրեի այդ պահին։ Ասեր Հայկը։ Ոնց անեմ սցենար գրի իմ համար։ Դե չի ուզում բան անել, էլի մի հատ չափերից դուրս գայ արդեն ասեի Հայկ մի հատ էսել ասա, այն էլ ասա։ Տենց ինձ ասեցին ուղղակի որ արդյունավետություն չի ունեցել, ասի լավ ես ձեր համար ստորիներ եմ կանեմ։ Ասեք ձեր Էլոսն են։ Ասա հաճում։ Հա, բայց իրականում փաստորեն մի խոսքով այդ առումով առաջին համագործակցությունը արդյունավետություն չի ունեցել։ Ես դրանից շատ էի իրականում նեղվել, որովհետև նու ամեն դեպքում աբիդնի էր, դրեցի անալիզի գնահատականին է կպնում, էլի։ Մի քիչ հա իրականում դրեցի անալիզի ենթարկեցի, ինչի ինքը ոնց որ արդյունավետություն չի ունեցել, հասկացա, որ ինքը պրոդուկտակենտրոն գովազդ չի եղել, իսկ աշխատում է այն գովազդը, որը պրոդուկտակենտրոն է։ Okay. Դա ֆիքսենք մի հատ։ Ու երկրորդ գովազդը արդեն եղել է էլի ինչ որ sense փոքր բիզնես էր, ինքը տենց մեծ չէր, բայց շատ լավ է աշխատել։ Ես ինքս հպարտ էի ինձանով, որ կարողացել եմ այդ ստանամ։ Ու սկզբնական շրջանում ես էլ հավել եմ, ահա որ հիմա էլ է ստրեսային ամեն գովազդը, բայց այդ առաջին գովազդները Այն ստրեսն էի ապրում։ Սենց ասում էի, ոյ, էս էլ եմ անում, էլ ինձ գովազդ պետք չի, ես ելնում եմ։ Բլոգը չեմ փակում, բայց դա գովազդ չի նելու։ Ես իմ կապիկությունները կոպիտ ասած, բայց հետո հասկանում ես, որ չամեն անգամ ոնց որ ավելի լավ է սկսում հասկանալ ինչը կաշխատի, ինչը չի աշխատի, իսկ այ բրենդների հետ ինչպես սկսվեց համագործակցությունները։ Առաջին բրենդը որ տենց տպավորվել է։ Երևի Ringo-ն, ինչի նախ էլի է top 3-ի մեջ, մի օր սենց ավտոբուսում նստած եմ իմ համար գնում եմ վիդեո նկարելու, մեկ-մեկի միջոցով լինում է, ես չգիտեմ ինչ վիդեո եմ այդ օրը նկարելու ավտոբուսի մեջ եմ տեղում գեներացնում մտքերը։ Հիմա տենց լողանալուց ես լավ իդեաներ գալիս։ Հա, լողանալուց էլ, հա։ Ու սենց մտածում եմ ինչ նկարեմ, ասում եմ նկարեմ top 3 բրենդներ, որոնք պետքա համագործակցեն իմ հետ, բայց հենց առաջին վայրկյանին մտածում եմ ինչ որ համաշխարհային բրենդներ ասեմ, զուտ սենց սարկաստիկ էլի, իբր ես խենթ եմ, Gucci-ին համագործակցի իմ հետ, Louis Vuitton-ը բանման։ Հետո ասում եմ, բայց ինչու համաշխարհային բրենդները, որ անհնար է էլի այս պահին իմ հետ համագործակցեն։ Եթե կարելի է հայկական ինչ որ բրենդներ, Հայաստանում գտնվող բրենդների նշել, մեկ էլ տեսար մարդիկ իրոք ուզում են իմ հետ համագործակցել։ Ինչու՞մն է խնդիրը։ Խելացի, ապրես։ PR մասնագետ։ Այդտեղ հա, իմիջելոց մտածեցի կարող է դաժե հեյթել լինի ինչ որ առումով որ ասեն հələ սրան։ Իրան չեն գրում ինքնաբանան։ Բայց չեղավ։ Էդ էլ չեղավ։ Ես ինչ արեցի, էդ էլ չեղավ։ Չկար դրանց մեջ Ringo-ն։ Ringo-ն կար հենց հետա որ Ringo-ն էր KFC-ին ու Pinkberry-ին։ Ringo-ն շատ արագ արձագանքեց, երկարաժամկետ համագործակցությունը ֆիքսեցինք, 4 ամիս իրար հետ շատ թույն աշխատեցինք, ու ինքը ոնց որ հենց այդ առաջին բրենդն էր, որ իմ հետ համագործակցեց ու սենց ասեմ շատ փոխշահավ այդ համագործակցությունը եղել, որովհետև ես էլ իրանց համար սենց պրոմ մտքերը արդեն ունեի պատրաստած, էլի հենց ինձ ասեցին start այդ վիդեոները որ գնաց էլի ու մարդիկ էլ շատ լավ ոնց էր գնաց, հա։ Ու մարդիկ էլ շատ լավ ասոցիացիան արդեն ունեին համ Ringo-ի, համ իմ հետ այդ շատ օրգանիկ էր։ Ես մի հատ sense իմ փորձառությունից բան եմ ուզում կիսվեի, շատ երկար ժամանակ, երբ որ ես նում խաղերի բիզնես, ամաչում էի խաղ վաճառել։ Ինձ թվում է ինչ որ վատ բան եմ անում, երբ որ մարդուց գումար եմ վերցնում, հետո երբ որ դու գալիս ես գիտակցման, որ չէ, սա երկկողմանի փոխշահավետ է, դու մարդկանց տալիս ես էմոցիա, իրանք դրա դիմաց աննշան գումար։ Հիմա նույնիսկ յուրաքանչյուր գործունեության մեջ, եթե օրինակ պետքա ռիլ ու արժեքի ասում, առաջ sense կաշկանդվում էի, բա միգուցե թանկ է եւ այլն, հետո հասկանում ես մի վարքյան, ես ունեմ փորձառություն, ես գիտեմ, որ այս փորձառության բրենդերին օգուտ եմ տալիս, ու ես գիտեմ թե ում հետ եմ ուզում աշխատեմ, ոնց որ նաեւ այդ ինչ որ ձև ֆիլտրացիա էլ է, գնում հանգիստ այդ
առաջարկին ու իմ ուզած թիվը ասում եմ ու ես գիտեմ որ ինչքան օգուտ ես կարամ տամ ու այդ քիչ-քիչ այդ ինքնավստահությունը գալիս է որտեվ լրիվ համաձայն եմ առաջի գովազները կատաստրոֆիկ ծանր են հոգեբանորեն որովհետև սենց վերցնում ես իմ առաջի գովազդը եթե ինչ ես 6000 դրամ եմ վերցրել դա եղել է մոտ 6-7 տարի առաջ ու էլի շատ լարված որ արդարացնեմ այդ 6000 դրամը ու ինչ ասես հավելյալ անում է ես այնեն հիմա իհարկե այտենց բան չեմ անի բայց մեկը պատկերացնում այդ լարվածությունը ու նաև քո խելացի լինելը որ այո երբ որ դու ունես լսարան ունես հնարավորություն այդ մարդկանց ավելի շատ վաճառքներ տալու ավելի շատ օգուտ քաղելու սա երկու ստեկ է ոչ թե նրա մասին որ օй դուք ինձ գումար տվեցիք մարդիկ միշտ այդ միակողմանի են վերաբերվում որ հենա փող են աշխատում իրանք չեն մտածում որ դու շատ ուժեղ շարժ ես ապահովում նաև բիզնեսի համար ինքը մասնաճյուղեր է բացում ինքը աշխատատեղեր է բացում կամ դու խոսում ես աշխատանքային հնարավորությունների մասին ես մի շատ լավ օրինակ եմ ուզում բերեմ իմ կյանքից կազմակերպություն, որը մարզային մակարդակով ուզում էր անվճար ծրագրավորում սովորացնել երիտասարդներին, իրանք մի տարի ոնց որ հայտարարում են դրա մասին ու չեն կարողանում անհրաժեշտ քանակ հավաքել, փակվում է ծրագիրը։ Պատկերացնում եք մարզային երեխեքը չեն կարողանում անվճար սովորեն ծրագրավորում։ Իրանց մոտ ընդունվում է իմ շատ արդեն լավ ընկերական հարաբերությունների վերացված մասնագետ, ով ասում է եկեք փորձենք ինֆլուենսեր մարքեթինգ, ես ուզում նաև մարդիկ ովքեր շատ կարծրատիպային են վերաբերվում, հասկանան թե ինչքան փոփոխություն կարա բերի ու իրանք դուրս են գալիս կապին հետ, ասում են, որ մենք ունենք որքան այսքան բյուջե, մեզ անհրաժեշտ է 1000 մասնակից գրանցվի, որ մենք կարողանանք ստարտանք ու ամեն ամիս մենք ուզում ենք նենց անենք, որ 1000 երիտասարդ գրանցվի, ես մտածում, լավ 1000 երիտասարդը, այդ ինչ թիվ է, որ չկարողանանք ինչ որ ձև ոնց որ կոորդինացնենք ու անենք։ Ես վերցնում եմ, նկարում եմ մի ռիլ, առաջին ռիլով տալիս եմ 3000-ից ավելի գրանցում, իրանք չէին հավատում այդ արդյունքներին Ճիշտ է, ոնց որ վատով ես ինձ եմ հարվածում, որտեվ կարայի ամեն ամիս մի հատ ռիլ նկարեի, ստացվում ոնց որ 3 ամիսը մի հատ ռիլ եմ նկարում։ Իրոք չէին հավատում, ու այդ ծրագիրը, որը ասենց քնած վիճակում էր, չէր կիրառվում, ոնց որ գալիս է երկրորդ շունչ ու մարզային երիտասարդները հնարավորություն են ունում սովորելու ծրագրավորում։ Այս են լավագույն օրինակներից է, որ ոնց որ ես ուզում ցույց տամ, որ պատկերացրեք, եթե օքեյ, այս մի օրինակն է, բայց նույն ձև ցանկացած բրենդի համար, հա, որ դու օգնում ես այդ բրենդը զարգանա, ինքը ավելի հարկեր վճարի, որ նաև կարես պատկերացնես, որ հարկը պետության բարեկեցությունն է, ինչ որ ձև պրոյեկտվում է եւ այլն, դրա համար հիմա ավելի քան ինքնավստահ եմ ու գիտեմ, եթե ես ինչ որ մի բան առաջարկում եմ Եվ զուգահեռ նաև գիտեմ, որ եթե ես ինչ-որ մի բան առաջարկեմ, օրինակ այդ բրենդին ես օգուտ չեմ տալիս, ես ի սկզբանե հրաժարվում, ասում Ժորժ ջան, նայեք, այս բյուջեն եթե ես ձեզ ասեմ, ավելի լավ է ուղղակի Facebook-ին գովազդ միացրեք կամ փոխանցեք այն մարդուն, ով այդ պատրաստ է վերցնի ու այդ պատասխանատվության տակ մտնի։ Ես ինքս չեմ կարող, որովհետև երբ որ բրենդը մեծ է, դու գիտես ինքը 18 հատ ուղի ունի այդ մարդկանց հասնելու դու օղակներից մեկն ես բայց երբ որ մարդը դիմում է քեզ ու ինքը ապավինում է ուղակի քո լսարանին որ այս վճարած գումարը ինքը կարող է երկար ժամանակ խնայի ներդնի ու միանգամից վաճառքներ ու արդյունք է տալու որտեվ շատ դեպքերում նաև ինֆլուենսեր մարքեթինգը բացարձակ վաճառքների մասին չի ինքը ինֆորմացիայի մի օղակն է որը մարդկանց այո կարող է դրթի վաճառք իրականացնելու բայց Գիտեմ վաճառքի մասնագետները, որ ամբողջությամբ դու չես հենվում էլի ինֆլուենսերի վրա, այլ պրոստը քո ուղակի քո կոմունիկացիան ես կառուցում, որի միջոցով կարաս ավելի շատ վաճառքներ ունենաս։ Դրա համար ոնց որ ուզում եմ ես sense ֆիքսենք, անցնենք առաջ ու շարունակենք արդեն քո մասով գեղեցկուհի։ Պատրաստ ես։ Չեմ։ Ռեսկի ոնց նոր ենք սկսում, նոր ենք։ Ապի Եվան հիմա մտնի, որ նստի կարող ինքն լինի հարցեր մտածած։ Դրա համար շատ ուրախ եմ, որ քո կյանքում կա ստաբիլություն, որովհետև նաև այդ ֆինանսական ստաբիլությունը մոտիվացիա որ դու շարունակաբար ստեղծագործես իսկ քո ստեղծագործելը մարդկանց համար էմոցիա է մարդիկ նաև չեն գիտակցում ասենց թերթուն եւ գիտակցում են որ այնքան հաճելի է ուղղակի ասենց առօրյայից կտրել էմոցիա պարգևելը կամ ասենց այն թեմաները որ դու ուզում ես մեկը ասենց ճպցնի օրինակ ես շատ լուրջ եմ ուզում ճպցնեմ դու ասենց գալիս ես հումորով մեկի ալեհոպ այնց բան ես անում դրա համար կուզենայի ոնց որ ասենց անդրադառնանք որ դու մենակ հումորի մասին չես քո լիքը թեմաները ասենց կարան սոցիալական ինչ որ մարդկանց խնդիրների մասին որ ուզում ես պահվածքով փոխեն ճպցնում ես այ որոնք են այդ թեմաները որ կոմենտից կուտակվում են ասում ես հələ մի հատ պասի կանգնեմ հələ մի հատ էսի բարձրաձայն է այո իրականում այո դու ճիշտ ես իմ շատ սիրելի Հայկ հումորի մեջ է սոցիալական մասնիկը դնելը էլի սկզբնական նպատակներից մեկն է եղել դե օքեյ իհարկե կան վիդեոներ օրինակ top 3 ուտելիքները ինքը ինչ որ սոցիալական բան չէր գրում իր մեջ որ բանանի ելակին չդավաճանի այո այդ գիծը կարա գրել մեր այսօրվա իրական
իրականության բանն է։ Օրինակ հենց մեկը այդ սկզբնական շրջանում top 3 լպրծուն տղաների տեսակները ինքը շատ լուրջ ոնց որ սոցիալական իրականում բան ունի, ազդեցություն ունի։ Ինչի, որովհետև ես խոսում եի այն տղաների մասին, օրինակ, որ չեն թողնում իրանց բան ընկերուհին, չգիտեմ, գնա այս ինչ տեղը, անընդհատ արգելքներ են դնում, ինչ որ sense սեքսիստական բաներ են անում այս կողմ այն կողմ, բնական է, որ դա շատ խնդալու ձևով մատուցելով ես մի քիչ հեյթ ստացել եմ, բայց այդ հումորը ոնց որ դնում ես այդ սոցիալական թեմայի մեջ, ինքը այդ հեյթը բան է անում, մաղում է, բայց ազդեցությունը մնում է ամեն դեպքում։ Իսկ հիմա արդեն ունեմ sense շարք, որ կարճ շատ լակոնիկ խոսում եմ խնդրի մասին, ես իրականում զուտ խոսում եմ խնդրի մասին, ինքը ուղղակի ծիծաղալի է, որովհետև ես չգիտեմ, երևի funny եմ, հա, funny եմ, միշտ եմ ասում, հա, օրինակ ուշացողների մասին, funny շատ, օրինակ չգիտեմ ուշացողների մասին եմ խոսում, այնտեղ չգիտեմ ծխող մարդկանց մասին եմ խոսում, ու ստեղ հետաքրքիր է նա, որ հենց այդ ուշացողներն էլ են իրանց վրա վերցնում կոմենտներում գրում են, «Ոայ, ես եմ ոման», ու իրանք էլ են ծիծաղում այդ ամեն ինչի վրա։ Ծխողներն էլ շատ ժամանակ ոնց որ գրում են, «Ոայ, ես եմ ոման», իրանք էլ են ծիծաղում, բայց ամեն դեպքում այդ ազդեցությունը, որ ես տալիս եմ մի քիչ ավելի փոքր տարիքով իմ հետևորդներին, օրինակ, շատ մեծ է, որովհետև իրանք տեսնում են, ես շատ բարդ գիտակցում եմ, որ իմ ասած ամեն խոսքը ինչ որ նշանակություն ունի իրանց համար, ու ինչ որ ամեն դեպքում նստվածք ու երբ ես խոսում եմ օրինակ որ ծխելը իմ համար շատ զզվելի երևույթ է, ամենայն հարգանքով են բոլոր մարդկանց հանդեպ, ովքեր որոշել են, որ իրանք պետքա ծխեն, շատ սիրում եմ իմ ընկերներին էլ ովքեր ծխում են, բայց այդ չի հերքում են փաստը, որ ես ատում եմ իրանց այն պահին, երբ իրանք սկսում են այդ անտերգործողությունը անել։ Ես հասկանում եմ, որ այդ ինֆորմացիան, այդ հետևորդները փոքր տարիքով նայում են ու իրանց մեջ կարա ֆիքսվի ու եթե նույնիսկ 3-4 հոգի է, որ այդ վիդեոից հետո չի ծխելու, հասկանալու է, որ այդ cool չի, vibe չի, հա, cringe է։ Ես okay եմ, okay, թող այդ փոքր ազդեցությունը թեկուզ լինի այդ հետևորդների ու այդ մասայի վրա մարդկանց։ Բայց ես այնքան ուրախ եմ, որ դու պատասխանատվությունից ես խոսում ու այդ դրված է, էլի, որ ինչ որ մի բան անում ես, մեկ այստեղ կա, որտեվ շատ կարևոր է, էլի, հատկապես դու շատ մարդկանց համար օրինակ ես, իմ պատկերացմամբ դու շատ վառ ջենզի ես։ Ոս մեծ ջենզիից է խոսալ, էլի, որովհետև ես արդեն 30-անց եմ, այդքան ջենզի չեմ, որ տեսել ես, ասում եմ, երբ որ դու փորձում ես 22 տարեկան երևալ, հետո իրանց հետ շփվում ես, ոնց որ դու 44 ես։ Ցավոք, այդ շատ ճշմարտության մասին է, որովհետև ձեր ռիթմը, պատկերացումները, հումորի զգացումը եւ այլն ուրիշ մակարդակի վրա է, մեր ինչքան է տենց փորձենք ադապտացվենք, մեկը շատ չի ստացվում, դրա համար ոնց որ կրանք սերնդների տարբերության մասին խոսանք։ Կարանք, ինչու՞ չենք կարա։ Որն է ոնց որ ջենզի այն առավելությունները, որ դու վերցրել ես ձեր սերնդից ու դու էլ այդ զգում ես, վայելում ես, ու ինչն է, որ ոնց որ ազդում է ձեր հենց սերնդի վրա, կամ հակառակը ավակ սերնդից նայում եք, ասում եք, այսի մեր մոտ լիներ ավելի կայֆ կլներ, բայց դե հիմա մենք տենց չենք։ Եթե զուտ կոնտենտի տեսանկյունից նայենք, երևի տենց ավելի թեթև կոնտենտ է, այն որ սենց մտածված չի ինքը, չգիտեմ, ինչ որ այդ իդեալական կարտինկա կոչված այդ կադրը չկա, շատ առօրյա է։ Այնա ինչ որ կասելի իրականում, հա, չգիտեմ, ձեր մոտ տենց է։ Դու ասա։ Սերունդերի բախում էլի։ Դուք տենց եք։ Բայց համաձայն եմ, չէ, ես օրինակ ես ավելի տեսնում եմ, որ իդեալականացված կադրեր է մի քիչ ավելի տարիքով մեծ բլոգերների մոտ։ Շատ ճիշտ ես։ Ու գիտես խնդիրը որն է, որ այդ իմ մտքում աճ է համարվում։ Այսինքն, երբ որ մենք COVID-ի ժամանակ ռեյք ենք տալիս ու խժում ենք տնեցիկով իրար վրա ու այդ տեղադրում ենք։ Ամենալավ քո կոնտենտն ա եղել բոլոր ժամանակների։ Ես այդ ժամանակ եմ քեզ սկսել sense պրոմ սիրել։ Առաջին յութուբերն ես հայ, որին ես սկսել եմ նայել հենց այդ վիդեոների շնորհիվ։ Ու բայց գես խնդիրը որն է, երբ որ անընդհատ Եվ որ տունը արդեն ռեմոնտ եք արել։ Իհարկե, երբ որ չի ստացվում այդ վայբը։ Այո, մաման նախընտրում է ֆենված երևա կադրերում, papan չգիտեմ, եւ այլն, շատ հետաքրքիր դիտարկում էր, որովհետեւ ես էլ անընդհատ մենք մեր մտքում թվում է թե եթե փոխեցիր կարգավիճակը ավելի տենց պրոֆեսիոնալ նկարված այս կողմից 100-100 մոնտաժը, ես հիշում ոնց ենք միասին վիդեո նկարում, եկե 10 րոպե հետո մոնտաժած ուղարկեցիր ու ասենց վաու, իսկ մեր դեպքում հիմա ոնց որ դու քո անձնային աճը ասոցացնում ես ավելի շատ ջանք դնելու եւ ավելի ոնց որ մտածված կադրի բանի հետ, դրա համար շատ գնահատում եմ, որովհետեւ այդ մեր են
շատ լղոզված, որտեվ ինձ թվում է ձեր սերունդը այդքան aesthetic չի, ոնց որ մեր սերունդները եկե, որտեվ մի հատ ժամանակ կար, չէ՞, որ sense exposure իջացրած ավոկադոյի ծեր բան, ձեր սերունդը այդքան չէ, բացարձակ ինձ թվում է տենց չի, ու շատ sense ամիջական թքած ունի, sense կնկարեմ բան կանեմ։ Դրա համար դուք մաքրում եք արհեստական ընկալումներ, գեղեցկության բանի, որովհետեւ sense այդ շատ սարքած է, ես ուրախ եմ այդ առումով։ Համարձակություն կունենամ հետ գնամ դրան, իսկ մա այդքան է չէ, որովհետեւ Իսկ դժվար էլ կլինի արդեն հետ գնալ ու արհեստական կլինի որ հետ գնաս, որովհետեւ ինչ որ, չգիտեմ, ոնց որ քեզ ստիպես էլի այդ առօրյա մի քիչ ես համարում եմ նաև իմ կոնտենտը, որ ինքը cringe, բայց մտածված cringe է, էլի իր մեջ պարունակում, որ sense մարդը տեմված հա, sense ինչ որ էմոցիա է իր մոտ առաջան, բայց այն աստիճան չէ, որ прям sense cringe-վի, ու եթե դու sense արհեստական սկսես այդ cringe-ը մտցնել, ինքը արդեն էլ անհամություն կլինի։ Այնպես որ դու մնա։ Այո։ Դու քո սերնդի մեջ մնա։ Բայց համաձայն եմ, այդ շատ լավն է։ Պրոստը հա, ուզում եմ ասեմ, մենք իմ համար вообще կապ չունի, էլի, ես կադրի մեջ ոնց կլինեմ, հետևից ֆոնը ոնց կլինի, լավ բարեցի, վատ բարեցի։ Հա, այդ պրոստը ժամանակի հետ է համել գալիս, որովհետև մինչև բլոգը սկսելը, օքեյ, ես հիմա ինչ որ արդյունքներ ունեմ, ես այդ ինքնավստահությունն էլ ունեմ, որ ոչ մեկ չի նայելու հետևի ֆոնին, բայց երբ որ դու հələ զրո ես, այս ոլորտում կոնկրետ զրո ես բոլոր առումներով թվերը, մարդիկ դու չկաս, դու մարդկանց համար գոյություն չունես ուղակի, ու դու նոր պետքա սկսես, այդ ժամանակ ամեն դեպքում նենց է այդ միտքը կա, բա ֆոնը մի քիչ նորմալ լինի, բա ես մի քիչ նորմալ լինեմ, որովհետև դու էլ չգիտես քեզ ոնց կընկալեն, դրա համար էդ էլ է ժամանակի հետ գալիս, ուզում եմ ասեմ, ուղղակի այս պայծրությամբ տենց շատ չեմ կենտրոնանում։ Բայց միևնույն ժամանակ մի բան էլ ասեմ, ես էլ եմ նկատել, որ ամեն համագործակցության հետ ոնց որ փորձեմ մի քիչ ավելի լավ անեմ, մոնտաժը կլինի, կադրը կլինի այս կոմենկոմ, էլի իմ ոճը պահում եմ, բայց էլի փորձում ես մի քիչ ավելի մի քայլ առաջ գնաս, չգիտեմ դա լավա թե վատ է, հələ որ աշխատում է ոնց որ, բայց չեմ էլ ուզի այդ շատ անցնեմ այդ բանը իդեալական մոնտաժին, որ սենց շատ սիրուն է, էլի, որ սենց նայում ես ինքը աչքի համար շատ հաճելի է, բայց այդ իմ մասին չի էս պայծրությամբ, այդ իդեալական մոնտաժը։ Իսկ էլ ինչն է, օքեյ, մեկը հասկացանք, որ դուք շատ ոնց ասեմ, ամիջական եք, թեթև եք, օքեյ, չեք խորանում, ինչն է պետք, սենց շատ լղոզված լինի, սենց սիրուն լինի, էլ ինչն է, որ ձեր սերնդի մեջ սենց կրակում է, որ մենք կարանք սովորենք, էլի։ Ես եմ, իրականում որ անկեղծ ասեմ, օրինակ դու, ես մի քիչ ավելի մեծ սերնդի մարդկանց հետ շփվում եմ, որ բլոգեր են ու բլոգեր չեն, տարբերությունը այնքան մեծ է, հիմա ես քո հետ շփվում եմ, իմ համար այդ զգացողությունը չկա, որ ես 30-անց մարդու հետ եմ շփվում։ Պատկերացրան շփվում ես այն մարդկանց, զգում ես այդ տարբերությունը։ Դե իրանք չեն հասկանում գործերը։ Համաձայն եմ, այդ պետք է չի, չէ՞, բացատրես։ Շատ ջանք են դնելու արդյունք չլինի։ Հետո մեր այդ ֆրազեչկաները, բառերը, ինչ որ արդեն TikTok-ի հարթակում կամ Instagram-ի հարթակում ներքին հումորներ կան, չէ՞, որ մենակ եթե դու տեղ կաս, այդ vibe-ի մեջ ես, դու կհասկանաս, իրանք էլ չեն հասկանում շատ ժամանակ։ Չնայած հիմա որ sense trend-ային այդ TikTok, Instagram-ում լինելը զուտ հետևելը, էլի բաներ կա, որ իրանք էլ են բռնում։ Պրոստը այս վերջերս օրինակ ծրագրի շրջանակներում մասնակցում էինք ինչ-որ մի հատ պրոյեկտեր, մի քիչ ավելի մեծ տարիքով մարդիկ, օրինակ մի 8 անգամ ինձ հարցրել են Slay-ը ինչ է։ Սենց պրեմ բացատրում եմ, ասում եմ Slay-ը էսա, որ սենց կրուտոյ բան է արել։ Ասա նայ ես ոնց եմ խաղում։ Հա, Slay, էս կոմենկոմ։ Հետո ասում եմ, բայց երբ պիտի օգտագործեմ, ոնց որ այդ ընկալումը չկա իրանց մոտ, օրինակ բառը ոնց պիտի օգտագործեմ։ Ձեր սերնդի մասով անընդհատ կան TikTok-ներ, հումորներ, որ մի հատ նկատողություն ես անում, գործից ելնում են, կամ շատ Այ շատ ապրես, շատ լավ հարցեր, 10-ից 10։ Հիմա ես կարդարացնեմ մեր ամբողջ սերնդին։ Այդ քննադատությունը կա մեր սերնդի հանդեպ, որ վայ մի հատ նկատողություն ես անում, ինքը գործից հելավ, ինքը իր սահմանները գիտի, ինքը իրան overcare անում, կներեք անգլերեն բառի համար ոնց է գերհոգատարություն, շատ ապրես։ Դա ես համարում եմ որպես առողջ վերաբերմունք ինքդ քո անձի հանդեպ։ Ինչու, որովհետև օքեյ, լավ նկատողությանն էլ ձև կա, չեմ ասում հիմա ամեն աշխատակցի մի հատ նկատողություն անես, սխալ ինչ-որ բան արել, հելնի գնա, բայց շատ ժամանակ մենք գիտենք, չէ, որ գործատուները աշխատակիցների հանդեպ ինչպիսի վերաբերմունք կարող են ցուցաբերել, եւ եթե օրինակ նախքին մի քիչ ավելի մեծ սերունդը դրա հետ օքեյ էր լրիվ, ինքը վախենում է իր աշխատանքը կորցնի, ինքը վախենում է, որ հնարավոր է սա իր շանսն է, ինքը օքեյ է, որ իր այդ վրա այդ ճնշումը լինի, մեր սերունդը օքեյ չի։
Եվ ես դա համարում եմ շատ ընտիր է, որովհետև ես չեմ վախենում, որ եթե օրինակ ես աշխատում եմ այստեղ, օրինակ մատուցող, ինչ որ սխալ եմ արել ու իմ վրա գոռում են, ոչ թե նորմալ բացատրում են, ես չեմ վախենում այդ աշխատանքը կորցնեմ, որովհետև ես գիտեմ, որ այս աշխարհում լիքը ուրիշ հնարավորություններ կան, եթե այստեղ մատուցող չեմ լինի, այնտեղ վարսավիր կդառնամ, էլի օքեյ եմ լրիվ, բայց ես ցույց չեմ տա, ոնց որ իմ անձի հանդեպ այդ վերաբերմունքը լինի։ Շատ լավն էր, ապրես։ Ես էլ եմ համաձայն դրա հետ, որովհետև մի հատ սերունդ է մեծանում, որը այդ ոնց չհիմնավորված նվիրումը չունի ու դա հրաշալի է, որովհետև այդ մարդու նվիրումը իր անձի շուրջ է, այլ ոչ թե աշխատանքի, պաշտոնի, գոլեգայի ու այդ անձնազոհությունը, որ իրականում եւ մեր ծնողների կողմից եւ մի քիչ ավելի ավագ սերնդի կողմից, դա ողջունվող երևույթ չի, դա պետք է անգամ խրախուսել, որովհետև դա էմոցիոնալ սպառման է տանում, դա բացարձակ պրոդուկտիվության մասին չի խոսքը ու հակառակը պետք է գնահատես այն մարդկանց, ով մեկ իր արժեքը գիտի, երկրորդ, որ ինքը վստահ է, եթե այս հնարավորությունը չլինի, ես ուրիշ կարա լինի, բայց մյուս կողմից քեզ բերում է լրիվ մի հատ ուրիշ տեմպ, ուրիշ կարողություններ, ուրիշ ընկալում, որը համոզված եմ ավագ սերունդը այդքան չունի ու քանի որ սերունդը մեծանում, որի դեպքում միջավայրը շատ ավելի արագ է փոխվում, իրանք ավելի ադապտիվ են փոփոխություններին, քան կարա լինի ավագ սերունդը, դրա համար այո, ինձ թվում է եւ ռիսկային ինչ որտեղում, որովհետեւ նորից եմ ասում, ես այդ համեմատությունը իմ ծնողների հետ էլ կարող եմ տեսնել, նույնիսկ ես ինչ որ ռիսկային քայլի դիմելուց, դե պարզ է հիմա իրանք ունեն ընտանիքի հանդեպ պատասխանատվություն ինչը իրանց ցույց չի տալիս շատ ռիսկային քայլեր անել, բայց ընդհանուր նույնիսկ տարիներ առաջվա հետ համեմատելով հասկանում եմ, որ այդ սերունդը ռիսկի չի գնացել։ Ուղղակի իրանց համար ապահով ճանապարհը ավելի լավ է, ավելի ճիշտ է, մենք այդ ճանապարհով կարող է ավելի փոքր արդյունքի եմ հասնելու, բայց գիտեմ, որ հասնելու եմ հաստատ արդյունքի։ Ինչ որ տեղերում կյանքի երևի դա էլ է ճիշտ, որ երբեմն դու ապահով ճանապարհը ընտրես, բայց այն որ այս սերունդը ավելի շատ է ռիսկի դիմում ու այդ վախը չկա, համենայն դեպս ես չեմ խրախուսում, որ այդ վախը լինի քո մեջ, ինչ որ մի բան, որ չի ստացվելու, կամ գոնե դու պատրաստ լինես, որ օքեյ, եթե չի ստացվելու, դա վերջը չի։ Դա շատ լավ է, որ դու կարող ես ռիսկի դիմես ու չվախենաս, ինչ որ թեկուզ եթե ձախողում կլինի, հա ինչ անենք։ Ով չի ձախողվում։ Շատ համաձայն եմ։ Ու մյուս կողմից կա վիճակագրություն, որ ցույց է տալիս հենց ջենզին շատ ավելի առողջ է, որովհետև այդ նույն ինքնախնամքը, որ խոսում ենք, ինձ թվում է այդքան հասու չի ավագ սերնդին, իրանք չեն պատկերացնում, դրան չեն գնում։ Իսկ ձեր դեպքում անգամ կան թվեր, թե ալկոհոլի հանդեպ սպառումը որքան է նվազել, այդ ինչքան մարտահրավերային է մարքեթինգային ընկերությունների համար, որովհետև ուղղակի չեք օգտագործում։ Ձեր դեպքում ծնվում են ցերեկային ռեյվեր, այսինքն մարդը մտածում է, օքեյ, ես քնեմ, կմտածեմ coffee rave, կգնամ դրան, ցերեկը կտժամ, կգնամ կքնեմ ու տենց լիքը դրական բաներ, որոնք իմ համար տենց շատ ողջունելի են ու հակառակը պետքա հարցեր տաս ոչ թե միանշանակ վերաբերվելու, այլ օքեյ, եթե այս մարդը սենց ավարվում, սերունդը սենց ավարվում, ինչեր կարամ սովորեմ, ինչն է լավ, ինչն է վատ, դրա համար հա, ապրես շատ լավ մեսեջներ էր, որն է քո սոցիալական ցանցերի գործունեության, որ երկարաժամկետ նպատակը, թե դա սերնդային տարբերություն, որ դուք տենց ընթացիկ վայելում եք, օքեյ, սա հաճույք եմ ստանում, հետո նպատակ կդնեմ, կփոխվի, կանեմ ըստ դրա։ Ինձ թվում է սերնդի հետ կապված չեմ կարող ասեմ, որովհետև ես կարող եմ սերունդից եմ, բայց ամեն դեպքում իմ մարդ տեսակին ծանոթ լինելով կարող եմ ասեմ, ես միշտ ինչ որ երկարաժամկետ ամեն դեպքում ծրագիր ունեմ, այնպես չի որ դա sense կետերով գծած է, որ պարտադիր սրանից հետո սա, կես տարուց ես կետում պետքա լինեմ, всё, ոչ մի բան չի կարա փոխվի, տենց պլան չի, բայց ամեն դեպքում դու ոնց որ հեռանկարը փորձում ես գծել, հասկանալ ուր է քեզ տանում այս ճանապարհը։ Դրա համար այս պայծրությամբ ոնց որ սոցիալական հարթակների երկարաժամկետ նպատակը հետեւյալն է, իրան ավելի ենք զարգացնում, շարունակում ենք նույն տեմպով, ավելի ենք ոտներս պնդացնում, հետագայում էլ հնարավոր է ինչ որ իմ հետ կապված ասոցիացիա առաջացնող ինչ որ մի բան ստեղծվի։ Ես իմանաս, որ բոլոր ռեսուրսներով մենք ու քո լսարանը քո կողքին է, որովհետև գիտեմ, դրա համար եմ հիմա սենց վստահ էլի։ Իհարկե, բայց անկեղծ, որ մի հատ անես, ինձ թվում է բոլորիս խանգարում է շատ դեպքերում, երբ որ դու չունես մի հատի արդյունք, որտեղ մեր մտքում է նա, որ վախում ես, օրինակ ես ոնց եմ այդ հարցը լուծում, ես սկսում եմ փոքր նպատակներ սահմանելուց, փոքրի օրինակը եղավ, հաջողվեց, ես այդ կարողանում եմ մեծացնել, էլի, որովհետև իմ միտքը միանգամից կենտրոնանում է նրա վրա, որ օքեյ, ձախողվեցիր, վատա, ավելի լավ այս կոմֆորտ զոնայում մնաս, այս ոչ թե քո մասով եմ ասում, այլ մի բան, որ ես եմ սովորել ինքս իմ համար, ես փորձում եմ փոքր քայլեր անեմ, փոքր քայլով ինձ ապացուցեմ, որ ես կարամ, հետո գնամ մեծին, ես համոզված եմ, եթե դու սկսես որևէ կետից, կապ չունի դա կլինի փոքր թե մեծ, դու նաև այնքան խելացի ես, որ դու կարաս դրա բազմազանություններ տեսնես, էլի, օքեյ, պայմանական որևէ ասոցիատիվ պրոդուկտ ա լինում, ծառայություն ա լինում, դու սկսում ես, համոզվում ես,
Սրա հետաքրքիր օրինակի իմ համար Կարոնա ով շոտ ընտիր 10-ից 10 կարո ինքը ստեղծել է անձնային բրենդ ու լավագույն մոնետիզացիաներից է որ այդ մարդը որքան է անկախ բոլորի վերաբերմունքից պատկերացումներից դեմ կամ կողմ լինելուց բայց այդ մարդը կարողանում է իր անունը վերածել պրոդուկտի ու դա բազմազանեցնել այո դա ճիշտ օգտագործել որտեվ ես իմ դեպքում օքեյ մտածել եմ մենակ խաղերներ ու հիմա այդ վախը կա որ ավել ինչ որ մի բան անելու բայց քանի որ դու քո հիմա prime era-ում ես Իսկ դու զգում ես որ դու քո prime era-ում ես թե չէ հա այո զգում եմ որտեվ նա իմ համար ես ոնց է տարանջատվում կար Evic-ի prime նայ կար իմը ես անկեղծ խոստովանում եմ այդ COVID-ն էր տնեցիք էին որ սա մեզ այն քննարկում մեկը իր բլոգի prime era-ն այո բլոգի չէ ոլորտի առհասարակ ես դա եմ խոսում կար Evic-ի prime era-ն հա որ ինքը Evic-ը հայտնվեց Privet Pupsik-ի բոլորիս համար նորություններ հաջորդ բեկումն այն ըստ քեզ ով է եղել Իմ համար էլի։ Էվիկից հետո ես երևի։ Ինչ որ Արանքում մեկը կա։ Արանքում մեկը կա։ Այո։ Էվիկներ հետո էր։ Աշոտը Հովանեսյան։ Հա, ես չգիտեմ պրոստը այդ ժամանակ որ ես զուտ հանդիսատես եմ եղել, իմ համար բոլորը նույն ոլորտով են։ Ես պաշտում եմ մեր ոլորտը, ես անընդհատ հետևում եմ նայում ու դու գիտես էլի ոնց որ ինչքան եւ նոր սկսող մարդկանց եմ supportive եւ ինչքան հիմար կարեւոր է որ որտեվ ընդհանուր ոլորտը երբ որ զարգանում է դու ես քո վրա պատասխանատվություններ վերցնում ձանձրալի չլինելու, քո վրա աշխատելու, նայելու, որովհետեւ գիտես, երբ որ առաջ շատ ավելի սկեպտիկ էին մարդիկ վերաբերվում ու մտածում են որ այս ինչ հիմարությունն է, մեկը ապացուցում ես որ հակառակը ու լիքը մարդու ինքնադրսևորման հնարավորությունները շատ ուրախանում եմ։ Սկսած նրանից որ նաև մարդիկ ցույց են տալիս դրական հարաբերություններ, պայմանական, հա, հաս ու կիսուրի միջև, որտեղ դրանից առաջ միշտ բոլոր հումորները գնացել են նրան, որ կիսուրը օծ է կամ զոքանչն է օծ եւ այլն, մեկը հայտնվում են ընտանիքներ, որ ցույց են տալիս նորմալիզացիա այդ ամեն ինչը, որ կարելի է սիրուն լինի, կամ ընտանիքի մեջ ոչ ֆորմալ հարաբերություններ, կամ ինքնախնամ, հոգեբանի գնալ, մեկը դու հասկանում ես, որ այս մարդիկ ոչ ավանդական մեդիայով այնքան լավ թեկուզ մենակ իրանց գործունեությամբ արժեքներ են խրախուսում ու քարոզում, որ դու ուրախանում ես ոլորտի զարգացման համար։ Դրա համար իմ մտքում այնուհետև գալիս է Աշոտը եւ հիմա նոր սերնդի համար դու ամենավառ եւ ամենապրայմ era-ում գտնվող մարդ ես ու ես ուզում եմ ուղղակի նաեւ հպարտանալով կիսվեմ, որ փաստում են ոչ մենակ քո թվերը եւ գովազդային համագործակցությունները եւ գովազդային արդյունքները, եթե մարդ ես մարքետոլոգ եք, չգիտեք այս հրաշք աղջկա տեղը, խնդիրը ձեր մեջ է։ Այո, երևի լավ չեք ուսումնասիրել, թե ինչ որ։ Այո։ Prime era-ում եմ, այո, բայց հուսամ, սենց գիտես ինչից եմ ես օրինակ ոչ թե վախենում եմ, այլ չեմ ուզում տենց լինի եւ ոնց որ աշխատանք տարվում է այդ ուղղությամբ, որ սենց օքեյ եղավ բում ու մարդիկ կան, որ այդ բումի լույսի ներքո սկսում են իրանք մարել, ոնց որ այդ չեմ ուզում ասեմ աստղայինը տանում է, որովհետև դա մի քիչ ուրիշ տերմին է, բայց ամեն դեպքում արի այդ օգտագործեմ, այդ աստղայինը տանում է, ոնց որ քեզ թվում է վсё, այս գնաց, այս ես եմ, հա, էլ ես արդեն մնամ բան անեմ, թող իրանք կուզեն համագործակցություն վիդեո կանեմ, չեն ուզի, չեմ անի, սենց ավելի ռելաքս վիճակի մեջ ես ընկնում, վсё, դու քո prime-ի մեջ ես, էլի, ու այդ prime-ը տևում է 3 ժամ։ Տենց չեմ ուզում լինի, դրա համար սենց իմ գլուխը կախ կոպիտ ասած բլոգի վրա աշխատում եմ, ամեն օրով իմ սովորական կոնտենտը գնում է, ոնց եղել է, տենց էլ շարունակվելու է, շատ երկար ժամանակ նորություններ, հեսա դասերս ավարտվի, вообще շատ հավես կլինի, օրը 2 վիդեո էլ կտեղադրեմ, բան լինի, ժամանակ ունենամ, ոնց որ այդ prime era-ն գոնե մնա էլի, ինչ որ մնա Շատ շատ համաձայն եմ, ես անընդհատ այս մտքերով կիսում եմ ընկերական չաթում, ասում որ ոնց որ մենք իրականությունից չպետք է կտրվենք, որովհետև եւ եթե դու սա դիտարկում ես որպես աշխատանք, պետք է նաեւ գիտակցես, որ նոր սերունդ է գալիս, ու այդ քո համար մարտահրավերային է եւ հետաքրքիր մնալու եւ նաեւ համագործակցությունների, որտեվ եթե քո համար ֆինանսը շատ կարեւոր է ու այս ոլորտի հետ կապված է, օքեյ, մարքետոլոգը տեսնում է նոր դեմք, մարքետոլոգը տեսնում ավելի ցածր գնահարաճարկ, որովհետև բնական է որ մարդը նոր է սկսում, լրիվ այլ ֆինանսական տիրույթում է, ինքը բաց է իր էջը, անգամ շատ գովազդային էլ չի եղել ու արդյունքները բնականաբար ուրիշ է լինում, դրա համար նաև ձեր օրինակը մեզ հետևությունա, որ մենք պետքա ավելի աճենք, օրինակ իմ բլոգի մասով հենց սա մեր պատկերացման պատճերից մեկն է, հա, որ ես ուզում եմ podcast նաև, որտեղ կարողանամ իմ մտքերը արտահայտել, ավելի երկար կոնտենտ լինի, իմ դիրքավորումը փոխել, որտեղ ուզենք թե չուզենք, մեր ընկալման վրա մեր բոլոր քայլերը ազդում է, ու ես տարին տարվա վրա փորձում ենք հենց նպատակներ սահմանել, հա, օրինակ ես ու Եվանեն նստում ենք ու փորձում ենք հասկանանք, օքեյ, անցած տարի եթե ուշադիր լինեիր, մենք շատ սոցիալական ենք, որը շարունակվում է մինչև հիմա, մենք շարքեր ունենք, որտեղ նույն ձև, հա, մենք այդ ծխելուն դեմ ենք խոսում, բուլինգի մասին ենք խոսում, թմրանյութերի մասին ենք խոսում, բացասական կողմերի բնականաբար, ոնց որ այդ մենք
վերադիրքավորելով գնում ենք, որովհետև շատ կարևոր է հանդիսատեսի աչքում անընդհատ թարմը մնալը եւ աճելը նախ առաջին հերթին որպես քեզ մարդ, որտեղ հակառակ դեպքում դեգրադացիան ոչ մեկին հաճելի չի, եւ երկրորդ որպեսզի աուդիտորիան զգա, որ այս մարդուն հետևումը արժանի է, որտեղ հակառակ դեպքում դու այդ քո ասած բաբլի մեջ ապրում ես, այդ փուչիկի, չես Հա, այնքան արագ ապայթում այդ բաբլը, ու սենց հետո բան ես անում, կարաս հետ նայես, ասես, ոնց որ ես ճիշտ չօգտագործեցի այն ռեսուրսը, որը ինձ տված էր, էլի։ Ես օրինակ միշտ նայում եմ ավելի շատ իմ բանը կենտրոնացումը պահում եմ ռուսական շուկայի վրա, եթե անկեղծ լինեմ, ինչի որովհետև շատ տարբեր է հայկական շուկայից այն առումով, որ այնտեղ կոնտենտ ստեղծելը, գովազդանելը լրիվ ուրիշ ձևով է էլի արվում։ Ու ես հենց միշտ նայում եմ ու հենց որպես reference-ը հայերեն ոնց է։ Օրինակ ընդհանրապես։ Որպես օրինակ նաև վերցրել եմ այնտեղից ոնց են իրանք կոնտենտը ստեղծում։ Որ համեմատես, այնտեղ բլոգերը, որ էլի sense ակտիվ է իր prime era-ի մեջ է կոպիտ ասած, օրական 4-5 վիդեո կարա հանգիստ post-ի, ու դրանք միգուցե հա բոլորը այնքան մտածված չեն, ինչքան մեր կոնտենտն է այս պայծրությամբ մտածված, բայց հենց դրա շնորհիվ իրանք շատ ավելի արագ են այդ աուդիտորիան հավաքում, իրանք շատ ավելի շատ համագործակցություններ են ունենում, իրանք գովազդային կոնտենտը այդքան աչք ծակող չի լինում, որովհետև դու կարաս օրական 3 վիդեո տեղադրես, երկուսը թող լինի ոչ գովազդային, մեկը գովազդային։ Այդ դեպքում դու արդեն քո հանդիսատեսի հանդեպ այդ հարգանքնել ես ցույց տալիս, կոպիտ ասած, որ տեսեք ես օքեյ ունեմ գովազդ, բայց մենակ գովազդ չի, ես ձեր մասին եմ մտածում, որ օքեյ դուք ուղղակի այդ մաքուր կոնտենտը նույնպես սպառեք։ Դրա համար որպես reference օրինակ նույն ինքը այնտեղից եմ այդ ստրատեգիաները վերցնում։ Վայ Ռոզա ինքան լավ է, դու չես պատկերացնում, ոգևորված եմ, խզարում ես, մեսեջները տալիս ես, հավեսով խոսում ես, ով ես դու։ Party աստեղ։ Մի հատ դուր։ Միտք եմ ուզում ավելացնել, որ իրականում նաև, որպեսզի սխալ չպատկերացնեն, գովազդները լսանին ինչ որ ձև վերաբերում։ Այո, դե օգուտ ես դու տալիս, որովհետև դու ինչ որ product ես տալիս, որը լիքը մարդու պետք է, եւ դա փաստում են արդյունքները, եղբայր ջան։ Ես օրինակ գովազդում եմ, որ սենց ակցիա գոյություն ունի, եթե սենց թվերով խոսեմ, 6000 մարդ օգտագործում է այդ ակցիան ու ինքը լավ եկեք սենց անուններով խոսամ, օրինակ KFC ակցիա եմ գովազդում, 6000 մարդ պատվիրում է շատ ուտելիք, ընդամենը 2000 դրամով ու մի հատ էլ ինձ նշում են, շնորհակալության խոսքեր են գրում, ապրես Ռոզա, մի հատ էլ էս ակցիայից դա նշանակում է, որ դա իրանց պետք է, այսինքն սա վատ կոնտենտ չի, այդ կատեգորիաները չդնենք, հա։ Արշավի ընթացքում Yandex.Go սննդի բաժնի ես էլ էի ներգրաված ու հիացած է, ես ասում եմ, ես չեմ կարող իրան գերազանցեմ, ինձ պետք էլ չի, ու իրանք էլ իմիջիայլոց մարքետոլոգները ամեն ինչ գիտակցում են ու շատ ուրախ է որ իրանք իրենց համար բացահայտում են քեզ նոր դեմքերի, որովհետև ես գիտեմ փորձառությունը ոնց է կառուցվում, երբ որ մի հատ անում ես մեկի հետ, լավ աշխատեց, դառնում է երկարաժամկետ պայմանագիր։ Լավ աշխատեց այդ մարդը, օրինակ, հա, մարքետոլոգը տեղափոխվում այլ կառույց, ընդեղից նույնպես գովազդներ է գալիս կամ պարզապես իրար մեջ են խոսում ու գալիս է։ Ֆենոմեններից մեկը, որ դու արել ես, ես չի պատկերացնի, որ կարելի է օրինակ շոկոլադե տորթը ասոցացնել մեկ անձի հետ։ Ու ես հիշում եմ, որ անկախ իմ կամքից, երբ որ ես գնում եի որևէ սրճարան, մամաս էր ինչ որ մի բան պատրաստում թխվածքի տեսքով, ասում եի, վայ Ռոզալիին ես դուր կգա, վայ կողա խորտ տամ, այդ ֆենոմեն է։ Ու երբ որ դու կարաս ընդհանրապես մի հատ ռիլով որևէ product ասոցացնես քո հետ, դա շատ հետաքրքիր է ու ուզում եմ քեզ ասեմ, որ շատ ապրես որ դու կաս, դու շատ նոր շունչ ես բերում, փոփոխություն ես բերում, դրա համար ապրես, անհապերք կսպասենք մնացած բոլոր կոնտենտներին ու մերսի որ եկար, որովհետև սա հնարավորություն է։ Սա առաջին ոդքասթն էր։ Եվ այլևս երևի խնդրում եմ գնա։ Մենք շատ խանդոտ ենք, եթե ինչ ես եւ Եվան։ Խանդոտի հետ կապված չի, ես էլ ասեմ, ես չեմ ուզում Երևալ ամենտեղ եւ ամեն ծակից ինձ տեսնեն ինչ որ ինտերվյուներ, անընդհատ, սենց ընթացիկ մի հատ գամ, ջեր խոսենք, քննարկենք ու ոնց որ անցնենք առաջ։ Քանի որ մի տարին էր բլոգիս, ասեցի լավ, ամեն դեպքում։ Հա, նշեցինք հենց նոր, ասի ամեն դեպքում չէ, արժի հայկենց մոտ, հաստատ արժի գնալ, սենց համել վստահում եմ էլի, ձեզ նորմալ product ենք ստանալու կոպիտ ասած։ Ապրես շատ այդ քո մտքով մի բան էլ ավելացնեմ ու խնդրենք բաժանորդագրվել սեղմել զանգակի կոճակ ու գրել լիքը լավ բաներ։ Գրելու են։ Ես այնքան են գրելու։ Ապացեք որ ավելի շատ կարեք։ Ուզում եի ասել, որ վերջերս ես էլ հրաժարվեցի կոնֆերանսներից մեկի մասնակցելու որպես խոսնակ, որովհետև ասում ես չեմ ուզում մարդիկ անընդհատ 8 հոգու լսեն։ Հայաստանում ինչ կոնֆերանս կազմակերպվում է, այդ 8 հոգին են ասում ցույց տվեք մարդկանց բազմազանություն,
ես է որ գնում եմ խոսում ոնց որ քեչափ արած լինեմ, այն նախորդ մտքերս է կրկնում, ես ինձ ներվայնացնում եմ դրանից, ես բարձրաձայնում եմ այն ինչ որ արդեն 10 անգամ ասել եմ, դրա համար օքեյ, կանչեք նոր մարդկանց, կանչեք գտեք նոր մարդկանց կմերժեմ ես։ Այո, կանչեք թոմերժի, բայց մի խոսքով գտեք նոր դեմքերի, որ մարդկանց նաև ցույց տաք, որ այս 3-4 հաջողության օրինակ չի ու ապրես որ դու եկար, ապրես որ օրինակ ես։ Ոայ ես քեզ անսահման շատ սիրում եմ։ Ես էլ քեզ եմ սիրում, շատ։ Ապրես շատ, որ եկար, ու ապրես որ այս մի ժամը անցավ բավականին աննկատ, բայց համոզված եմ լսողների համար սենց ինչ արտահայտություն ես ականջի մեղր, դες բան ունես թե չէ։ Հա, մի րոպե։ Ոայ, ականջի համար մեղր։ Հոգու կարակ, չգիտեմ։ Ասա ականջի համար մեղր։ Չէ, բալզամ, հոգու բալզամ։ Հոգու բալզամ էր։ Հոգու բալզամ էր։ Այո, ձեր հետ էր հոգու բալզամ Ռոզալյան, ապրես։ Խաչում եմ բոլորից։ Մուա։ Ջան։